Ջերեզ մոյտրուկ, ինչ կանանք ու տենց լինի, խնդիր չկա, ես կայնացեմ եթալեմ իջը վեր։ Հիմա հանքը որ սկսեցին աշխատել, ինչքան օծ ու կարիճ կա լրիվ յուղնալ, տներն են։ Ես 2 տարի, 3 տարի առաջ օրեկան 8 հատ օծ եմ բռնում, իմ տնից, երեխեն չէր կրում չուներ, այդ ցավը տանեմ։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո խորհրդային իշխանությունները որոշեցին, որ Գեղաշենի ավազի հանքը պետք է շահագործել, որ աղետի գոտի շինանյութ հասցվի։ Այդ 2 տարիների մասին գյուղացիները հիշում են, պատմում են, թե ինչպես են իրենց տները փոշոտվել, իսկ այգիներում ոչինչ չէր աճում։ Հանքի տարածքով հիմա գյուղացիներն իրենց անասուններին են տանում արոտավայր։ Անզեն աչքով, առանց լաբորատոր հետազոտության։ Երևում է, որ ավազի մեջ երկաթի պարունակությունը շատ է։ Չնայած այս ամենին շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Անդրացիտ ընկերությանը այստեղ ավազի հանք վերաբացելու։ 2021-2022 թվականներին 4 հանրային լսում է տեղի ունեցել։ Գյուղացիներն ասում են, որ առաջին 3 լսման մասին չեն իմացել։ 4-րդ նիստը բոյկոտել են ու դեմ արտահայտվել հանքի շահագործմանը։ Այդ հանք շահագործողներից մեկ առաջ անգամ որ եկավ, ախպերես կանենք, ասի լսի, մի պայմանով ենք համաձայն դու բացես, ասած ինչ, ասի ես ում է տալիս եմ քեզի, մի ամսով։ Ինը երեխեքից ստգրած կապրի, ասում փոշիա։ Բազման որ քո կին երեխեն չեն կապրի փոշիա։ Իմ երեխենը չէ փոշում է չապրի, արա։ Ոնց կլինի այդպես ասում։ Ուրեմն բացատրի, եթե քո կինը գա կապի, ինն էլ թող ապրի, ասում փոշիա։ Բա դու փողանաս ասես մեռնե, կլինի։ Կարող է այդքան ժողովրդի մեջ համաձայն մարդիկ են, որը 3 կիլոմետր հեռու է ապրում։ Իրանց դա չխանգարի ինքը կամ ասի ես համաձայն եմ կամ Այդ մարդկանցից մեկին մենք հանդիպեցինք չգործող հանքի պահակակետում։ Նա համամիտ չէր, թե հանքը վնաս է գյուղին։ Նա տվեց իր ղեկավարի հեռախոսահամարը։ Կապ հաստատեցինք, խնդրեցինք ընկերության տնօրենի հեռախոսահամարը։ Սկզբում նշեց, որ կխոսի տնօրենի հետ։ Հետո մեր զանգերին չպատասխանեց։ Բայց հարցը ոչ նոր բացվի։ Իմանայինք մի շաբաթ առաջ դեր վարչապետը։ Գոնես հարցը դնենք, ասենք քեզ ընտրում ենք, այսքան աջակցում ենք, դրերը խեղդում եք, ես ինչեր եք անում։ Հիմա այդ ալու Գեղաշենի բնակիչների տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավորեցնում է Աբովյան համայնքի ավականուն անհապաղ թույլ տալ Գեղաշեն գյուղի մոտ ավազի հանքի շահագործումը։ Զանգեցինք Աբովյանի համայնքապետարան։ Նշեցին, որ համայնքի ղեկավարը միշտ եղել է համայնքի բնակիչների կողքին։ Այս դեպքում կա դատարանի պարտադրանք, բայց հնարավոր ելքերը պարզ կդառնան հունիսի 23-ին ավականու նիստում։ Սա Հայաստանում էլ տեղ ու հանք չկա, եկակ կպակնես, հա։ Բերեք մի հատ սիրուն գործարան դրեք, աշխատատեղեր ստեղծեք, բերեք հողերը քանդում եք, որ ինչ։ Ժողովրդավարություն է։ Բերեք քանդեք, գյուղն էլ քանդեք, երգիրն էլ քանդեք, տենագրը քանդելու ուր ենք ասում։